Բանջարեղեն, կանաչի ու շատ միրգ, Լուսինեի սննդակարգում արդեն 1 տարի ուրիշ մթերք չկա, մսից հրաժարվել է նիհարելու համար, մի քանի ամսից զգացել է, որ քաշը չի պակասում, բայց նոր սննդակարգից որոշել է չհրաժարվել, ասում է սկզբում դժվար էր, գլխապտույտ ու թուլություն էր զգում, հիմա արդեն չի էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է միս ուտել։ Առաջ 2 շաբաթը դժվար էր շատ դժվար էր, մանավանդ որ մայրիկս ճաշ էր եփում, ինչ որ մի տես մսով ճաշ կամ չգիտեմ էլի, պոլոֆաբրիկատի։ Ես տենում էի ուզում էի, բայց չէի փորձում։ Գիտնականներն ապացուցել են միայն բուսական սնունդ ընդունելն ու քաշի նվազումը ուղիղ համեմատական չեն։ Բուսակերությամբ նիհարել ցանկացողներին հաճախ տհաճ անակնկալներ են սպասվում։ Բացի այն, որ ավելորդ կիլոգրամները չեն պակասում, օրգանիզմը զրկվելով մի շարք կարևոր բաղադրիչներից սկսում է թուլանալ։ Հանքային աղերով, մասնավորապես կալցիումով, այս սնունդը շատ թերի է ու պետք է բուսակերները իմանան, որ իրենք ընտրելով այդ ճանապարհը, իրենք անընդհատ դրա թերի պակասն ունեն ու պետք է սովորեն ինչ որ ձևով կոմպենսացնեն։ Հիմնականում դա բուսական սնունդը չի կոմպենսացնում։ Բուսակերությունը նաև առավելություններ է, մարդկանց սնունդը ավելի հարուստ է հագեցած, չհագեցած ճարպաթթուներով, որոնք ավելի օգտակար են, հագեցած ճարպաթթուները ընդհանրապես չունի, շատ ունի բջջանյութ, որը իջեցնում է որոշակի ուռուցքների քանակը։ Վարդանուշ Պետրոսյանն ընդգծում է, առողջ լինելու ամենակարևոր պայմանը սննդամթերքի ճիշտ հակակշիռը պահելն է։ Վտանգավոր կարող է լինել նաև մսի հաճախակի օգտագործումը։ Սննդային նախապատվությունից կարելի է իմանալ նաև, թե ինչ բնավորություն ունի մարդը։ Ապացուցված է, մսակերներն ավելի գործունյա ու աշխուժ են, իսկ բուսակերները հանդարտ ու ենթարկվող։ Միայն բուսական սննդի ուտելիքը կերտում է այնպիսի կեցվածք եւ բնավորություն, երբ մարդը ավելի հնազանդ է, հլու է, իհարկե շատ մսի ուտելը շատ քանակը բերմել է ավելի ագրեսիվ վիճակի, ավելի ջղայնության եւ այլն, բայց չափի մեջ դա մարդուն դարձնում է ավելի գործունյա։ Դիետոլոգի խոսքով օրգանիզմը բեռնաթափելու ու սննդի ճիշտ համամասնությունը պահելու համար կարելի է օգտվել հայ առաքելական եկեղեցու օրացույցից։ Չորեքշաբթին եւ ուրբաթը պահոց օրեր են։ Միշտ չի կարելի օգտագործել նաեւ տաղավար տոներին նախորդող օրերին, ինչպես նաեւ մեծ ու փոքր պահքի ընթացքում։ Սյուզան Չիչակյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։